Թող Տերը փառավորվի ժողովուրդ ջան, թող Տիրոջ անունը մեծարվի, որովհետև ինքը արժանա այդ մեծ փառքին, պատվին, մեծարանքին, գովեստին եւ երկրպագության։ Ես ուզում եմ, սիրելիներ, Սուրբ գրքից մի տեղ ընթերցել եւ թող Տերը օգնի մեզ, որ իրոք այն խոսքերը, որ այսօր եղբայրները խոսեցին, մեր մեջ կյանք դառնա։ Գիտեք, Աստվածպաշտությունը, հոգևոր կյանքը, դա ոչ միայն լեզվի խոսքերը, այլ առաջի հերթին դա հիմնական գործնական գործ է, որ մարդը իր արած գործով, իր ապրածով պետք է ցույց տա։ Հակոբոսը գրում ասում է. ցույց տուր ինձ քո հավատք առանց գործերի, ես էլ ցույց տամ իմ հավատքը գործերով, որովհետև հավատք առանց գործերի մեռած է։ Այսինքն քրիստոնյան պետքա իր ապրած կյանքով այդ գործով ցույց տա։ Եթե ցույց չի տալիս, այս մարդը գործ չունի Աստծո հետ։ Լա նայեք, ես Փիլիպեցիս 3-րդ գլխի մեջ մի քանի համարներ կա, որ հակիրճ ուզում եմ խոսել։ Այս մասին շատ ենք խոսել։ Այս մասին շատ ենք ասել, բայց թող զանզուց չլինի շատերիս համար։ Տեսեք, Պողոս առաքյալը մի քանի կարևոր բաներ աշեշտում իր ապրած կյանքից, իր արած գործերից, որով ցույց է տալիս, թե ինքը ինչ նպատակի համար հանուն այդ նպատակին հասնելու ինչի է պատրաստ զոհելու։ Այսինքն, եթե մարդը նպատակ ունի, այս նպատակին հասնելու համար, այս մարդը բաներ է զոհում։ Եթե չի զոհում, իր նպատակին չի կարող հասնի։ Օրինակ, ասենք երիտասարդ տղայա կամ աղջիկ սովորում է դպրոցում։ Այս մարդը նպատակ ունի, որ ասենք ինչ որ մի բան դառնա, ինչ որ մի հատ մասնագետ դառնա։ Եվ այս մասնագետ դառնալու համար ինքը զոհեր անում։ Գիտեք որն է այդ զոհը։ Իր ժամանակը, իր կարողությունը, իր առողջականը, իր ամեն ինչը, որպեսզի ինչ անի, իր ուզածին հասնի։ Այսինքն ընկերները կարան ազատ լինեն, ինքը այդ ժամերին ազատ չի լինում։ Այն ընկերները կարան տարբեր բաներով զբաղվեն, բայց ինքը գնում է ասում է կարդալ, ինքը առանձնանում է, ինքը ասենք իր ժամանակը ինչ անում, տալիս է սովորելու, կարդալու, որտեվ գիտի, որ դեմը քնություն կա, պետք է այդ քնությունը հանձնի, որ իր նպատակին հասնի։ Այդպես էլ հոգևոր կյանքն է, ժողովուրդ ջան։ Հենց հենց բրախատ չէ՞ որ մարդը ոնց ուզենա գնավ, չէ, եթե դու նպատակ ունես, որոշում ես կայացրել, եթե դու հավատում ես հավիտենական կյանքին, որ այս երկրային կյանքով չի վերջանում քո կյանքը, քո այդ նպատակին հասնելու համար դու պետքա բաներ զոհես։ Դու պետքա զոհաբերես։ Դու պետքա զոհես։ Եթե դու չես զոհում, դու չես հասնի։ Հենց չէ՞ որ ասենք տանը մեզ հանգիստ think tank սենց, կան դուրը թխկացնեն սենց, վայ, պարոն Արտակ, կամ ընկեր Արտակ, կամ Արտակ եղբայր, կներես, որ խանգարեցինք, եկել ենք, խնդրում ենք քեզ արի գնանք, սենց բան չկա, ժողովուրդ ջան։ Այս ձևի բան չկա, որովհետև առաջի Եդեմի պարտեզի մեջ այդ ձև էր, մինչև Ադամի մեղ գործելը։ Աստված ամեն ինչ արել էր, ամեն բան ստեղծել էր, ամեն բան տվել էր Ադամի ձեռը։ Հիշում եք, ասում այս պարտեզի մեջ ապրի, իշխի, տիրի, աճի, բազմացի, զորացի, ինչ ուզում ես արա Ադամ ջան։ Մենակ, ես մի պտղից չուտես, ես մի ծառից պտղից չուտես, մնացածը սաղ քունն է։ Որտև եթե որ կերար պիտի մեռնես։ Ադամը հակառակ, որ ամեն ինչ ուտեր աներ, այդ թողած գնաց արգելվածը կերավ ու մեռավ։ Եվ մի երկրորդ մարդ Ադամին, Աստված չի ասում, ինչ ուզում ես արա, ոնց ուզում ես ապրի, քեֆդ ինձ փչմա արա, հետո ես քեզ կփրկեմ, սես բան չի ասում։ Հմ ինչ ասում։ Ասում է ինչ որ ես եմ ուզում եմ պիտի անես։ Քեզ սկզբից ասի ինչ ուզում ես արա, դու ինձ չլսիր, դեմի էլ ինձ դու պիտի լսես։ Որպիսի փրկվես, պետք է իմ նման լես։ Որպիսի փրկվես, պետք է մեղքից հեռու լես։ Որպիսի փրկվես, իմ հետ հավիտյան ապրես, դի սուրբ լես։ Որտեվ ես կեղտոտի հետ չեմ նստում, որտեվ ես սուրբ եմ։ Կողքներից որ մեկը նստում է, 1000 ներողություն եմ խնդրում։ Մեկ ինչ վրից է քրտնահոտա գալի, փախչում ես։ Թե չես փախնում։ Փախնում ես, այդ մարդի կողքին չես նստում։ Ովքեր էլ որ ասենք հոգևոր չեն, սկսում են, այն ինչ հոտա գալի, ինձ լասեն սեն բանան եմ, չէ՞։ Ինչի։ Այդ հոտը որ դու չես կարում տանես,
Բա քու մեղքի վրից, իմ մեղքի վրից, այդ գարշահոտ պիղծոտը, որ մեր վրից գալիս է, այդ սուրբերի սուրբը, որ երկինքը, այդ մաքուր ջինջ երկինք իր առաջ մաքուր չի, որ երկինքը, թե սուրբ հրեշտակներն առաջ մաքուր չեն, ուր մնաց կեղտոտ հողից կավից եղած մարդը, որ նստի այդ սուրբը նրա կողքին։ Համար ժողովուրդ ջան, մեզ որպեսզի երկինք մտնենք, մենք պետք է սթափվենք։ Եվ Պողոսը այդ նպատակին հասնելու համար ինք օրինակ է մեզ համար։ Եվ ինչ ա գրեմ, առաջինը տեսեք ինչ ասեմ, բայց ինչ բան որ ինձ շահ այն վնաս համարեցի Քրիստոսի համար։ Հենց ամեն բան էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար։ Ասում է ինչը որ ինձ շահ է։ Երկրորդ ասում է որ պատճառով ամեն բանից զրկվեցի աղբ եմ համարում որ Քրիստոսին շահեմ։ Ամեն Քրիստոսին շահելու համար պետք է ինչը որ ինձ օգուտ է, ինչը որ ինձ շահ է, աղբ համարեմ։ Էս ասում Աստված։ Ես հիշում եմ տարիներ առաջ, երիտասարդ էի դեռ այն ժամանակ մի 25 ավել տարի առաջ։ Այդքան, այսօր էլ այդքան չգիտեմ, մի հատ երազ եմ տեսնում։ Ուրեմն երազից մեջ տեսնում եմ, այն սովետի թվի կատոկներն են, հիմի սենց լավ զարգացած չեր են, որ կար սենց կատոկ է, տեսնում եմ մի հատ կատոկ սենց իմ վրա է գալիս։ Մեկ էլ որ տեղ իմ վրա է գալի, շուռ եկա ու փախնում եմ։ Մեկ էլ որ վազում եմ, մի քիչ որ վազեցի, տենում եմ, այս պատ գնաց երկու կողքը պատա, տենամ դեմսելա փակ, շրջվել եմ, սեն նայում եմ, էլ տիա ճար չկա, մի շուռը մեկ է Հիսուսյանով յետից գնա բան, մեկ էլ որ չտենամ կատոկի շոֆերը Հիսուսն է։ Ու էլ բան չեմ հիշում։ Մեկ է տեսնեմ սենց մի հատ թղթին ման բան Տերը պահեց, ասա բայ սենց ես դու ինձ պետք։ Քեզանից ինձ ոչ մի բան պետք չի։ Ոչ քու գաղափարը, ոչ քու հասկացողությունը, ոչ քու պատկերացումները, գործերը ինձ պետք է դու մենակ քու ֆուկլյարը, որ ինչ ասեմ քեզ լսես։ Ու մինչև այսօր Տերը այդ կատոկը կշմա, որ իրոք սենց դառնամ։ Դա ասված որ վերջեմ իրոք Տիրոջ նման այս սենց էլ եմ, որ ինձանից ոչինչ Տիրոջ մեջ չմնա ժողովուրդ ջան։ Աստված ուզում է որ մենք ամեն ինչը որ մեզ օգուտ է, շահ, աղբ է, կեղտ համարենք։ Բայց այսօր սատանան ասում է, չէ, արա դե ամոթ հա, դե մի քիչ ես, բա դու ես մարդն ես, բա ամոթ չի, բա քեզ ճնանչում են, բա մի քիչ ոչինչ, բա սենց կողքից ես, բա բերում է։ Ինչ բա ժողովուրդ ջան։ Ասում է ինչ է, որ նպատակին հասնեմ, պիտի զոհեմ։ Հիշում եմ, կյանքը չեմ մոռանում։ Տղես 3-րդ կուրս էր Հովսեփը։ Դեկտեմբերին պետքա բան աներ, ամսի 3-ին քննության էր։ Այս երեխեն նոր տարի չարավ բան, հետո որ քննությունը տվեց, վերջացրեց եկավ, մեկ է տուն ամտե, «Я свободен», ուրախ գոռում է։ Խի արդեն նոր տարուն ազատ է։ Արդեն այդ քննությունը այդ օրերին, չէ, երկար օրեր ունի ազատ արդեն կարա, քավոր տունել գնա, աղբոր տունել գնա, աղբոր երեխու հետ խաղանի, ինչի ժամանակ ունի, որտեվ ազատվեց։ Բայց քանի որ դեմը քննություն կար, սա ուրախանում էին, բայց ինքը չէր կարում, ինչի որտեվ գիտեր որ քննություն պիտի հանձնի։ Ժողովուրդ ջան, մենք մի օր քննություն պիտի հանձնենք։ Հավատում ես թե չէ։ Այո, դու պիտի քննություն հանձնես, ես էլ։ Ուզես թե չուզես, հավատաս թե չհավատաս։ Եվ այդ քննությունը որ պիտի հանձնես, նա քու քերին չի, հրոխբերը չի, մոքրի տղեն չի, արտակ հոպարը չի, որ անգել ասի, հոպար ջան, ես ասեմ ոչինչ աղջիկ ջան, ընդեղ չի անսկենեմ, ոչ քերի, ոչ մոքիր, ոչ հոպար, ոչ մի ծանոթ չի անսկենեմ, այսօր առավոտ կարդում եմ Եզեկիել մարգարեություն, ասում է, եթե արդարը իմ առջև ապրի, և եթե հետ տա նրան ասեմ դու պիտի ապրես, բայց եթե արդարը հետ դառնա իր արդար ճանապարհներից ամբարշտություն անի նա պիտի մեռնի, ու նրա արած արդարությունը չի հիշվելու։ Եվ ասում է եթե ամբարիշտին ասեմ դու պիտի մեռնես, բայց ամբարիշտը հետ դառնա իր ամբարշտություններից և արդարություն անի և արդար կյանք ապրի, նա պիտի ապրի։ Սա է նրա որոշումը, վերջացավ։ Դա համար մենք պետք է ամեն օր ձգտենք այդ արդարության հետևից գնանք եւ ինչը որ մեզ օգուտ է, ինչը որ մեզ շահ, պետք է աղբ համարենք։ Մենք Տիրոջ օգուտը փնտրենք։ Հռոմեացիս թղթի մեջ տալիս է, ասում նրանք ովքեր նրան փառք, պատիվ, անապականություն են որոնում, նրանց հավիտենական կյանք։ Արմեն եղբայրը հիշեցրեց խոսքի մեջ, որ ոչ թե մեր եսի, մեր փառքը պիտի փնտրենք, այլ Տիրոջ փառքը, պատիվն ու անապականությունը։
Դրա համար թող Տերը օգնի ժողովուրդ ջան, որ այդ նպատակին հասնելու համար ինչը որ մեզ օգուտ է, ինչը որ մեզ շահ, աղբ համարենք։ Մյուսը շարունակում ասում է, եւ նրանում գտնվեմ։ Ոչ թե իմ արդարությունը որոնքից է, այլ նրա Հիսուս Քրիստոսի հավատքից, այն արդարությունը, որ Աստվածանից է հավատքով, որ նրանում գտնվեմ, որ նրան ճանաչեմ։ Ասում է նրանում գտնեմ, որ նրան ճանաչեմ։ Եվ նրա հարության զորություն ու չարչարանքներին մասնակից լինեմ։ Ճանաչեմ։ Եթե չես ճանաչեմ, շատ են խոսացել վերջերս այդ մասին։ Գրեթե չկա այդպիսի մի պաշտամունք, որ Աստված ճանաչողության մասին Սուրբ Հոգին չխոսա։ Պիտի ճանաչենք մենք, ժողովուրդ ջան։ Ճանաչենք, որ իրան վստահենք։ Ճանաչենք, որ իրան հավատանք։ Ճանաչենք, որ մեր սրտերը իրան բացենք։ Եթե մեկին չեմ ճանաչում, մեկը ինձ համար անծանոթ մարդ է, մեկի հետ հաղորդակցություն, չեմ կարող ինձ ամբողջովին իրան վստահեմ, չեմ կարող իրան ապավինեմ, չեմ կարող անկեղծ իր այդ անկեղծ լինեմ, չեմ կարող իր այդ կիսվեմ, բայց ինչքան շատ եմ ես իրան ճանաչում, ինչքան շատ եմ ես իր այդ շփվեմ, ինչքան շատ եմ ես իր այդ մտերմություն անեմ, այնքան կարողանում եմ ավելի շատ ես այդ մարդի հետ կիսվեմ, ավելի շատ վստահեմ, ավելի շատ հաղորդակցվեմ, որտեղ ճանաչում եմ իրան։ Մի օր կա, ժողովուրդ ջան, որ հարության զորությունը պիտի երևա։ Գիտեք, մենք այդ հույսով ենք ապրում։ Մեր ազգը քրիստոնյա է կոչվում եւ գրեթե մեր բոլոր թաղումներին, բոլոր հոգեորականները հույսով ասում են, թաղում են ճամփու են դնեմ, շատ տեղեր սուրբերի դասին են դասում տա Աստված, որ իրոք քթեն ցլի։ Ու հույսով ասում են, որ հավատում ենք մեռելների հարությանը։ Այո, մի օր կա, որ մեռելների հարություն պիտի լինի։ Եվ այդ մեռելներին հարություն պետք է տա Աստծո Հոգին։ Եզեկիելի մեջ ասում է, տեսա ասում է դաշտի մեջ չրված ոսկորներ էին։ Եվ Տերն ասավ, ինչ ես ասում, ասավ դու գիտես Տեր, ասում ասավ հրաման տուր, ասում է, որ հրաման տվեց եւ բոլոր ոսկորներն եկան հավաքվեցին։ Նրանց վրա մորթի եկավ, մարմին եղավ, բայց ասում է շունչ չկար։ Եվ շունչին ասում է հրամայեց ու ինչ արավ։ Շունչ եկավ եւ նրանք կանգնեցին ոտքի եւ մեծ բանակ տարավ։ Այո ժողովուրդ ջան, մեզ համար փթած, նեխած, չորացած ոսկորներ, որ հողա դառե, ոչնչացել է, բայց ասում արաններին դա ոչինչ չի։ Մի օր հրաման պիտի փչի։ Սուրբ Գիրքը ասում է, որ հրեշտակապետի փողը պետք է փչի եւ բոլոր մեռելները պետք է հարություն առնեն։ Առաջ նրանք, ովքեր Քրիստոսինն են, գերեզմանները պիտի բացվի եւ հափշտակվելու են երկնքում Տիրոջ հետ եւ մենք որոնք սել որ ողջ ենք միակնթարթեն պետքա փոխվենք նրանց հետ օթերի դիմավորենք։ Այդ օրը պետք է լինի։ Եվ բացի այդ կա նաեւ մի հատ ուրիշ օր, որ բոլոր մեռելները հարություն պիտի առնեն եւ Տիրոջ արչեւ պիտի կայնեն։ Դա համար առաքյալ ասում է, քանի որ սա պետք է լինի, ես ուզում եմ ճանաչեմ մեռելների հարության զորությանը հասնեմ։ Այդ օրը որպեսզի առաջի հարությանը մասնակցենք, դա համար մենք պետք է Տիրոջ հետ հաղորդ լինենք։ Բայց սատանան ամեն ինչ անում է։ Խափում է մեզ, չգիտեմ ինչեր անում, ես չեմ ուզում խոսքից ծռվեմ ժողովուրդ ջան։ Դա համար թող Տերը օգնի մեզ, որպեսզի մենք հարությանը մասնակից լինենք։ Իսկ հարության մասնակից լինելու համար տեսեք ինչ ասում։ Ասում է, որ ճանաչեմ նրան, նրա հարության զորությունը, նրա չարչարանքներին մասնակից լինեմ, նրա մահվանը կերպարնակից, որպեսզի մեռելների հարությանը հասնեմ։ Այսինքն շեշտում է, որպեսզի ես այդ նպատակին հասնեմ, մեռելների հարությանը հասնեմ, ես պետք է Քրիստոսի մարմնի չարչարանքներին մասնակից լինեմ եւ երկրորդը նրա մահվանը կերպարնակից։ Այդ մասնակիցը նա չի, որ Քրիստոսին, որ խաչեցին, մենք էլ իր նման sense խաչվենք, չէ։ Վաղուց մահացել էր ֆիզիկապես Տեր Հիսուսը, բայց Պողոսը ինչ ա գրում։ Ասում է նրա մահվանը կերպարնակից լինեմ։ Բայց նա հեշտ պատմությունը տալիս է, որ Հիսուսի նման չմահացավ։ Հիսուսին խաչեցին, բայց Պողոսին գլխատեցին։ Բայց ինչի մասին աստեղ խոսում։ Այդ մարմինը ով է ժողովուրդ ջան։ Տեր Հիսուսը իրանից հետո, երբ որ գնաց, երբ որ կարդում ենք Սուրբ Գիրքը, պատվեր տվեց, ասեց մնացեք Երուսաղեմը մինչև վերից զորություն կառնեք։ Երբ որ այդ զորությունն իջավ Պենտեկոստեի օրը, ձևավորվեց Քրիստոսի մարմինը, որը եկեղեցին է։ Եվ այսօր Քրիստոսի մարմինը եկեղեցում է, եւ ասում է նրա չարչարանքներին մասնակից, այսինքն Աստծո այդ հաղորդ մարդը առաջնայինը Քրիստոսի մարմնի համար է մտածում։ Չարչարվում է Քրիստոսի մարմնի համար, իր կողքի եղբոր համար, իր կողքի քույրիկի համար։
Ինչպես Քրիստոս իր կյանքը դրեց իր եկեղեցու համար, այնպես էլ Քրիստոսին հանդիպած մարդը հոգատանը իր դիմացի եղբոր համար, իր կողքի քույրիկի համար չարչարանք է քաշում, որովհետև Տերն ինչպես ասեց, ասում է, ով որ ասում է, թե Աստծուն սիրում եմ, բայց իր եղբորը տեսնում է ու չի սիրում, նա խավարի մեջ է։ Բայց ով որ ասում է, Տիրոջը սիրում եմ, իր եղբորը սիրում է, նա լույսի մեջ է։ Եվ Մատթեոս ավետարանի մեջ Տեր Հիսուսը սքանչելի խոսքեր ասեց 25-րդ գլխի մեջ։ Ասում է, եւ վերջի օրը Տերը պետք է այցելը ոչխարներից զատի։ Ովքեր էին ոչխարները, ովքեր որ արել են, ասում է, Տեր, գնացիք ասում արեցիք, աշ կողմս կարում եք, ասում է, Տեր, երբ տեսանք, ասում է, իմիններին արեցիք, ինձ արեցիք։ Մյուսներին ձախ կողմը կայնացրեց այցերին, նրանք ասին, Տեր, ինչ են կարել, մարդ չենք սպանել, ամբարոյություն չենք կարել, գողություն չենք կարել, ոչ մեկին չենք զրկել, չենք կարել, չենք կարել, խես մեզ այցերի տեղ դնեմ։ Ասեց, որովհետև իմիններին տեսաք, չարեցիք, ինչ չարեցիք։ Ասին, երբ քեզ տեսանք, որ չարինք Տեր, սավ իմիններին տեսաք, չարեցիք։ Թող Տերը օգնի ժողովուրդ ջան, որ մենք Քրիստոսի մարմնի չարչարանքներին մասնակից լինենք եւ ասма նրա մահվանը կերպարանակից լինենք, մարմնի չարչարանքներին մասնակից, կերպարանակից նրա մահվանը ժողովուրդ ջան։ Այսինքն ոնց որ ինքն էր տանում հեզությամբ, խոնարհությամբ, համբերությամբ, մենք էլ կարողանանք մեր դիմացիներին տանենք։ Ես փոքրուց սովորել եմ ժողովուրդ ջան, չգիտեմ, իմ հերը հոգևոր մարդ չէ, բայց Աստվածավաղ մարդ էր վերջեմ, ես համոզված եմ, Տերն ինձ ցույց տվեց, որ ինքը պրծել է, փրկվել է, ճիշտ է սուրբերի դասին չի դասվում, բայց ինքը փրկվել է, Տերն ինձ ցույց տվեց իր անընջելուց հետո։ Ինձ միշտ սովորացնում էր, ասում էր, տղա ջան, թույլ մարդը նա է, որ իրանից թույլին է ծեծում։ Ուժեղ մարդը նա է, ով որ իրանից ուժեղի հետ է կռվում։ Ժողովուրդ ջան, եթե ուժեղ մարդ ես, դու քեզանից զորավորին հաղթի, քեզանից թույլին ինչ կա որ հաղթես։ Այսօր շատ մարդիկ կան, ասենք ուժը չի պատում կնգա վրա, ճղմա, ճղճղմա, մի հատ է քորրմա, մի հատ է քացով տվեց, տղամարդ է, հեզ չի տղամարդկությունը։ Այդ անճար ես, դու որ ճվացիր կնգանդ, խփեցիր, ճվացի հենց իմացար հաղթեցիր, չես հաղթե, կարող է ձենդ գցեցիր, մի հատ սիլով տվեցիր, կնիգը ցավից ձեն չանեց, բայց սրտիդ մեջ մեկ այնք իրա ուզածն անեմ, քեզ չի լսում, դու պարտվել ես։ Սերն է հաղթողը, ժողովուրդ ջան։ Տեր Հիսուսը գնում է խաչի վրա։ Ինչքան տառապանքը ինչ ասես, ոչինչ չի անում։ Հələ քիչա չի անում։ Հետնել ինչ ասում, ասում հայր ների սրանց։ Ես կայնած հարուրապետը խառնվել է իրար, այ մարդ ասում է, «Էսով այս մարդը»։ Էսով այս մարդը ասում, այսքան ես մարդիկ են մեռե, այսքան խաչեր են բարձրացրել, ինչ ասես ինչ ձևի ազգի ժողովրդից տեսել եմ, որտեղ Հռոմը հզոր տիրակալ երկիր էր, ինչ ազգի բանտարկյալներ ու մարդիկ կային խաչն էին անում հանցագործներին, բայց մի նայում է, որ այս մեկը, այս մի խաչմածը ուրիշ ձև է, ուրիշ մարդ է, ուրիշ բնույթ է, այս մարդի լրիվ մեռնելը ուրիշ ձևի է, և ասում է, հայր ների չեն հասկանում, Եվ ինչ եղավ այս հարուրապետը, ապաշխարեց ժողովուրդը։ Հիսուսի մահվան ժամանակ էլ իրան խաչողը ապաշխարեց, տեսավ նրա մահը։ Այսօր լադեր մի բան չեղածում ես, ինչ ասես անում ենք, կռվում ենք, վիճում ենք, հակառակվում ենք, ուր է մեր խոնարհությունը։ Տերն ասում է ինձանից սովորեք, որ ես հեզ եմ ու սրտով խոնարհ։ Ինչի համար է այս ամենն անում Պողոսը։ Ասում է, քանի որ մեռելների հարություն կա, ամեն բան հետևս եմ գցեմ։ Մենակ առաջինն եմ նայում։ Այո, կա այդ հարությունը։ Այդ օրը պիտի կայնես Աստծո առաջ, ես էլ դու էլ։ Եվ որպեսզի մասնակից լինես այդ հափշտակությանը, պիտի զրկվես այդտեղ։ Ինչը որ քեզ օգուտ է, քու եսին, քու անձին, քու մարմնին, քու ջեբին, քու գրպանին, իմ գրպանին, իմ պատվին, իմ եսին պիտի բոլորը ջարդվի։ Մենակ մեր ֆուկլերը մնա։ Եթե ուզում ես հափշտակությանը մասնակցես, իսկ եթե ուզում ես հավատաս, ոնց կաս, քեվը տալիս, թենց հավատա ժողովուրդ ջան, ոնց ուզում ես ապրել ես էլի ապրի, ես չեմ ուզում թենց ապրեմ, ես ուզում եմ որ փրկվեմ, ես ուզում եմ որ փրկվեմ, վախում եմ ժողովուրդ ջան, իսկ եթե դուք ուզում եք, որդ ուզում եք, ոնց կաք մնացեք թենց, ձեր գործն է, ոչ մեկը ձեզ որ նեղացնում է, ոչ մեկը որ ձեզ ցավացնում է, ոչ մեկը ձեզ ասում է սենց կամ հենց,
Ինչ պետք է մենք խոսում ենք ավետանով աշխատում ենք ապրենք, դուք էլ ոնց ուզում եք արեք, բայց իմացեք, եթե վերջի օրը երկինք չմտակ, մենք անպարտանք ձեր առաջ, որովհետև ասում է այն դետը, որը որ տեսավ վտանգը գալուց եւ փողը փչեց, եթե ասում է մարդը լսեց, իր ճանապարհներից հետ դարավ, չի մեռնի, ասավ չի մեռնի, կապրի, իսկ եթե դետը փողը փչի, այս մարդը չլսի, ասում է, պետք է մեռնող իր համար հաշիվ տա, բայց եթե ասում է դետը չփչի փողը, արավիրքն եկավ մարդը մեռավ, ասված դետի տիպահանջի, հեն մենք այդ փողերը փչում ենք, Շեղորդ ջան, որ ես եմ տիապ աշխարհեմ, ով էլ ուզում է ինքն էլ, եթե չեք ուզում, ձեր գործնա, մենք անպարտենք, կմեռնես, կլսես տիրոջ ձայնը, կփրկվես, երկինք կգնաս, չես լսի տիրոջ ձայնը, չես լսի տիրոջ փողի ձայնը, կմեռնես, դժոխք գնաս, մենք անպարտենք, մենք գործ չունենք, թող Տերը օգնի, Տերը ողորմա, ամեն, թող Սուրբ Հոգին օգնի, սա է, ուզում ես, փրկության հասնես, պիտի զոհես քեզ, քու ժամանակը, քու հասկացողությունը, քու գաղափարը, քու ցանկությունները, քու մտքերը, քու ուզածները, ինչ որ քունն ապտի զոհես, որովհետև Տերն ասավ, ով որ իր անձը ստեղ չզոհի, այնտեղ չի գտնելու։ Ուզում ես անձդ ապրեցնես, պիտի մերցնես։ Երեք Պավել աղբերն ստեղ էր մեր ուսային տարածքի եղբայրական էր, Հեսա 40 տարի այս գիրք ավել կարդում եմ, բայց սրա վրա ուշադրություն չէի դարձրել։ Մի հատ միտք ասավ ամբողջ 4 ավետարաններում ընդամենը մի միտք կա, որ բոլոր 4-ի մեջ է գրված է։ Եվ գիտեք այդ որն է, ով որ իր անձը չկորցնի, այնտեղ չի գտնելու։ Ով որ իր անձը ստեղ կորցրեց, այնտեղ պիտի գտնի։ Ուրիշ բան չկա։ Համի կորցնես անձդ, քո անձնական եսը, ամոթը, փառքը, վայ ամոթա, կասեն ամոթա, աղջիկ ջանես ինչ է քո հալը, այ կնիկ ջանես ինչ է, վայ այ քուրիկ ես ինչ ես, աղջի ես ինչ ես, այ եղբայր ես ինչ ես, պետք է այդ ամոթները կորցնես, չկորցրեցիր, սպասի, չգիտեմ հետո ինչ կլիս, թող Տերը փառավորվի, ամեն։